Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Երեկ անսպասելի եւ աննախադեպ որոշում ընդունեց Դոնալդ Թրամփը, Սպիտակ տան ղեկավարը որոշել է, որ Ամերիկայի հետ առևտուր անող երկրները պետք է վճարեն այնքան մաքսատուրք, որքան իրենք են սահմանել ամերիկյան ապրանքների համար։ Չինաստանի դեպքում սահմանվել է 34%, Եվրամիության Պարագայում 20%, Ճապոնիայի 24%, Հնդկաստանի 26%, Հայաստանի համար բազիսային 10% է ընտրվել, այս ցանկում գրեթե բացառություններ չկան երկրների մեջ։ Մենք փորձենք հասկանալ այս որոշման հետևանքները, մեր հյուրը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն է, բարեկո պարոն Նուրբեկյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես ճիշտ եմ ասում, որ սա աննախադեպ որոշում է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալություն հրավերի համար։ Այո, ճիշտ եք ասում, որ ըստ էության վերջին 100 տարվա մեջ եթե տեսնենք, թե ինչպիսի որոշումներ են կայացվել, ապա իսկապես աննախադեպ որոշում է։ Վերջին անգամ մաքսատուրքերի այսպիսի մակարդակ եղել է ըստ էության 100 տարի առաջ։ 100 տարի առաջ 30-ականներին էական իջեցրին մաքսատուրքերը, որից հետո միշտ մաքսատուրքերը ԱՄՆ կողմից գանձվող նվազել են, մինչև այդ անգամ 19-րդ դարի վերջում էր, որ մենք ունենք այդպիսի բարձր մաքսատուրքեր, այնպես որ այո, այս որոշումը աննախադեպ է։ Հիմա խնդրում եմ ձեզ բացատրել այս որոշման էությունը ոչ տնտեսագիտական լեզվով։ Շատ լավ, փորձեմ։ Տեսեք, մենք պետք է հաշվի առնենք, որ այսօր այնքան անորոշ իրավիճակ է, որ անգամ մինչև մենք մեր խոսակցությունը ավարտենք, մի բան փոխվելու է համոզված եմ։ Հետևաբար եկեք տրամաբանությունը իրար հետ վերլուծենք, որպեսզի կարողանանք նաև մնացած տնտեսական իրողությունները տեղավորել ինչ-որ մի շրջանակի մեջ։ Ինչ խնդիր է փորձում լուծել Թրամփը այս քայլով։ Նախ բացատրեք ինչ այս քայլը նշանակում։ Հա, ես ինչ խնդիր եմ ուզում լուծել, ինչ եմ փաստացի արել եւ արդյոք կբերի այդ լուծմանը, այդ ճանապարհով գնանք։ Փաստացի եթե նայենք, Թրամփի հիմնական պնդումն այն է, որ ԱՄՆ առևտրային դեֆիցիտը այսօր աննախադեպ մեծ է, մոտ տարեկան 1.2 տրիլիոն դոլար, ԱՄՆ-ն կոպիտ ասած ավելի շատ ներմուծում է, քան արտահանում է, ամսական մոտարապես 100 միլիարդ դոլարի չափ։ B. Ամերիկան այս գլոբալիզացիայի ընթացքում կորցրել է շատ արդյունաբերական աշխատանքներ, որոնք որ գնացել են հիմնականում Ասիա եւ այլ երկրներ։ Էժան աշխատաշուկա։ Այո։ Եվ ըստ էության Թրամփի հիմնական քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի այս երկու իրողությունները բերի ետ եւ առևտրային դեֆիցիտը ԱՄՆ նվազեցնի եւ B. այնպես անի, որպեսզի ընկերությունները ոչ թե ուրիշ էժան երկրներում, որտեղ որ աշխատուժն էժան է, այնտեղ արտադրեն եւ արտահանեն ԱՄՆ, այլ հենց իրենց արտադրությունը հիմնեն ԱՄՆ-ում։ Այսինքն սա ընդհանուր տրամաբանությունն է, ինչը որ Թրամփի վարչակազմը փորձում է անել։ Այսինքն տրամաբանությունն այն է, որ եթե տարիֆները մենք բարձրացնենք, ապա կստիպենք, որպեսզի այլ երկրները գան ԱՄՆ-ում հիմնեն իրենց արտադրությունը։ Հետ տեղափոխեն ԱՄՆ։ Այո, եւ քանի որ ԱՄՆ-ն այնքան մեծ պահանջարկ ներկայացնող է, որ ինքը կոպիտ ասած այդքան ուժ ունի, որ կարող է այդ քայլը անել։ Դա ըստ էության այն խնդիրն է, որը որ փորձում են իրենք լուծել։ Ինչպես ես ասացի, այս որոշումը իսկապես, եթե նայենք թե տարիֆների մակարդակը ինչ էր, ինչ դառավ, մոտարապես միջինացված մաքսատուրքերի մակարդակը ԱՄՆ-ում 2.5%-ի կարգի թիվ էր, այս որոշումից հետո մոտարապես 25%։ Հա, այսինքն շատ մեծ տարբերություն է։ Ինչպես ասացի, վերջի 100 տարվա մեջ այսպիսի որոշում չի եղել։ Հիմա արդյոք այս որոշումը մինչև վերջ հենց նույն կերպել կմնա թե չէ, դա մեծ հարցական է, որտեղ կա օրինակ մտածողության շրջանակ, ըստ որի որ Թրամփը փաստացի քայլ է արել էական, որպեսզի իր առևտրային գործընկերները գան եւ սկսեն իր հետ բանակցել։ Այսինքն, օրինակ ինքը կարող է այլ բաներ վերցնել այլ երկրներից, որի դիմաց ինքը տարիֆները ետ վերադարձնի։ Այսինքն, արդյունքում թե ինչ կլինի, վերջնական տարիֆների մակարդակը այն կլինի, ինչ որ արեք Թրամփը փաստացի հայտարարել է թե չէ, դա մեծ հարցական է եւ ամեն հավանականությամբ մեծ փոփոխություններ կլինեն։ Հիմա եկեք տեսնենք թե փաստացի ինչ է եղել, հա։ Ինչ են արել, փաստացի վերցրել են, ասել են, որ կա բազային տարիֆ 10% բոլորի համար։ Հետո արդեն ըստ երկրների, կախված նրանից թե այդ երկրները ինչքան ավելի շատ առևտրի դեֆիցիտ են գեներացնում ԱՄՆ-ի համար,
ըստ դրա տարիֆները ավելի շատ են։ Ասենք օրինակ, եթե Չինաստանը շատ է առևտրի դեֆիցիտ գեներացնում ԱՄՆ-ի համար, հետաբար Չինաստանի տարիֆը էապես ավելի մեծ է։ Այսինքն թարգմանաբար ասած, եթե Չինաստանը ավելի շատ ապրանք է արտահանում Միացյալ Նահանգներ, ձեր տարիֆը կլինի ավելի մեծ։ Այո, հենց բանաձևն էլ իրականում այսօր շատ սպեկուլյացիաներ կան, թե ինչ բանաձև է կիրառվել, որ անգամ տարբեր բանաձևերի, այո, ասում են օրինակի համար վերցրել են, թե ինչքան է փաստացի այդ ներմուծումը, ինչքան է Ամերիկայի ներմուծումը, նայում են, թե ինչքան է փաստացի Չինաստանից, այդ առևտրի դեֆիցիտը բաժանել են, ստացել են ինչ-որ տոկոսադրիկ եւ բաժանել են երկուսի։ Այսինքն իսկապես այս պահին ոչ մեկ չի հասկանում, թե փաստացի բանաձևը, այո, թե ինչու այս տոկոսը չի։ Եվ ինչու խեղճ Վիետնամը ամենաշատը։ Դա լավ հարց է, բայց եթե այդ իմ ասած տրամաբանությանը հետևենք, ապա փաստացի եթե տեսնենք ինչ է, Ամերիկայի առևտրային դեֆիցիտը հիմնականում կանում է նրանում, որ ինքը ավելի էժան ասիական երկրները հիմնականում, որոնք որ ավելի էժան աշխատուժ ունեն եւ հիմնական արտահանումը իրանք են անում ԱՄՆ-ում, այսինքն մեծ մասը, դրա համար էլ եթե տեսնենք ասիական երկրները հիմնականում ավելի բարձր առևտրային մաքսատուրքերի են ենթարկվել։ Բայց ելի եմ ասում, այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե վերջի վերջո արդյոք այս տարիֆները կլինեն հենց այնպիսին, ինչպիսին է որ հայտարարվել է, թե որոշակի բանակցություններ սկսեն։ Ամենայն հավանականությամբ իրողությունը մեջտեղ ինչ-որ միտեղ կլինի եւ ինչ-որ բանակցություններ կսկսեն։ Հիմա օրինակ Եվրամիությունը ասել է, որ 4 շաբաթ Եվրամիությունը 20%։ Եվրամիության 20%։ Չինաստանի պարագայում օրինակ ինչն է կարևոր, այսինքն այդ 34%-ը դա լրացուցիչն է։ Լրացուցիչ։ Այո, այսինքն եթե 20 էր, Պլյուս գումարած 30%։ Այսինքն ոչ թե ընդհանուր 34։ Ոչ, 54։ Եղածին գումարած։ Այո, ասենք օրինակ Չինաստանի պարագայում կային նաև ապրանքներ, որը մինչև այդ նաև այլ առևտրային հարաբերություններով պայմանավորված եւ քաղաքական հարաբերություններով պայմանավորված եւս 25% ունեն։ Այսինքն կան ապրանքներ, որ անգամ 79% կլինի։ Այսինքն այդ թվերը, որը որ նա ցույց է տվել, դա լրացուցիչ մաքսատուրքն է։ Հիմա այստեղ երկու հարց կա, փաստացի առաջինը մենք նոր շոշափեցինք, թե բանակցությունների արդյունքում ինչ կլինի։ Օրինակ Եվրամիությունը ասեց, որ 4 շաբաթ ընդմիջում կվերցնեն ամենայն հավանականությամբ, հակառակ քայլ դեռևս չեն անի, կտեսնենք բանակցեն ինչ կստացվի եւ եթե ոչ մի արդյունք չունենան, այդ դեպքում նոր հակառակ քայլը կանեն։ Այսինքն առևտրային պատերազմները հնարավոր է որ լինեն, բայց շատ ֆինանսների նախարարը հետաքրքիր բան ասաց Միացյալ Նահանգների, նա միանգամից բարձրացումից հետո ասաց, որ կոչ արեց հանգիստ նստել բոլորին եւ ասաց, որ պատասխան քայլեր մի արեք, խորհուրդ է տալիս վրեժխնդիր մի եղեք։ Դա կբերի ճգնաժամի։ Դե դա շատ հասկանալի պնդում է իր կողմից, որովհետեւ պարզ է, որ իրենք ինչ են ուզում, իրենք ուզում են ուժեղ քայլ անեն եւ հետո բոլոր մնացածը հաշվառնելով թե ԱՄՆ-ն ինչքան կարևոր երկիր է պահանջարկի տեսանկյունից գան եւ ըստ էության ԱՄՆ-ի ուզածը անեն։ Այսինքն էլ ավել երկար քայլեր երկկողմանի չլինեն։ Այսինքն իրենց համար դա լավագույն սցենարն է, հետեւաբար նա այսպեսով ասել է, որ եթե դուք որևէ պատասխան քայլեր անեք, մենք կարող է ել ավելի բարձրացնենք, հետեւաբար ավելի լավ է եկեք նստենք, խոսենք եւ բանակցենք, այսինքն դա այդպես կարող է մեկնաբանվել։ Հիմա տեսեք, հարցը ինչու՞մն է։ Արդյոք սա կբերի իրենց ուզած խնդրի լուծմանը թե ոչ։ Այսինքն մարդիկ կհանեն գործարանները Չինաստանում, Վիետնամում եւ այլուր, կբերեն կդնեն ԱՄՆ-ում։ Բայց տեսեք, ես տնտեսագետ չեմ, բայց կա մի շատ պարզ բան, սա Թրամփն է։ Իսկ ԱՄՆ-ում նախագահները սովորություն ունեն հեռանալ։ 4 տարի հետո, 2 տարի հետո կոնգրեսում կարող է խնդիր ունենան այդ process-ը գործարան հանել, դա հսկայական հաշվարկների ժամանակի հարց է։ Եվ բավար է պարտներն ասեն, եղբայր, բավար մենք բերենք, դու 4 տարի հետո չլինես եւ հետ անեն, ինչ ենք անելու։ Համաձայն եմ ձեր հետ եւ այստեղ հենց կարևորն է տեսնենք թե ինչ տնտեսական ազդեցություններ հնարավոր է ունենա այս քայլը, հա, եւ դրանք մի քանիսն են։ Թանկացումներ։ Թանկացում միանշանակ, հատկապես կարճաժամկետ հատվածում, որտեղ ուղիղ փաստացի ինչ որ ներմուծում են անում, ինչ որ մի բանի մեջ, արտադրանքի մեջ դա օգտագործվում է կամ ուղիղ վերջնական սպառման ապրանք են ներմուծում եւ մաքսատուրքը էապես ավելացել է եւ միանգամից որևէ տնտեսական ձևափոխումներ չի լինի, որպեսզի ավելի էժան ներքին ապրանքների կարողանան անցնեն, որոշ դեպքերում չկան այդ ապրանքները, այսինքն թանկացում միանշանակ։ Apple-ը հայտարարեց 9% թանկացման մասին արդեն։ Այո, եւ մենք տեսնելու ենք, որ այս մի քանի օրը բավականին շատ այդպիսի երևույթներ լինելու են։ B տնտեսական ճգնաժամի հավանականությունը սրանով, այսինքն ռեցեսիայի հավանականությունը սրանով մեծանալու է։
որովհետև ըստ էության շատ մեծ անորոշություն է լինելու նույն ձեր ասած ներդրման տեսանկյունից, եթե դու ընկերություն ես, որը որ 2-3 տարի միջինում ինչ որ գործարան է սարքում, ինչ որ ներդրում է անում, դու անգամ չգիտես այս տարիֆները, որոնք հայտարարվել են, կարող է բանակցությունների արդյունքում փոխվեն, թե ոչ։ Այսինքն այդ որոշումը, որը որ ֆունդամենտալ առումով 2-3 տարի տևում է, սրա արդյունքում հնարավոր է որ շատ մեծ փոփոխություններ լինեն։ Այսինքն մինչև գործարանը սկսեն սարքել, ներդրումներ անել եւ այլն, կարող է ամեն ինչ փոխվի։ Այսինքն այս անորոշություն։ Այո, այս անորոշությունը որը բիզնեսի համար շատ պրոբլեմատիկ է։ Այսինքն այդ իմաստով կկրճատվեն ներդրումները։ կարող է ուղիղ հակառակ էֆեկտ ունենալ։ Այսինքն այստեղ դրա համար շատ կարևոր է թե ինչքան կտևի այս անորոշությունը, փաստացի բանակցությունները ինչ արդյունքի կբերեն եւ կարող է եւ շուտ անորոշությունն ավարտվի եւ փաստացի հասկանալի դե գուցե Տրամպի հաշվարկներն է, որ աշխարհը դարել է անորոշ, բերեք Միացյալ Նահանգներում դրեք։ Միգուցե դա է, բայց ըստ էության այսօր անորոշության աղբյուրը հենց ԱՄՆ-ն է եւ այդ տեսանկյունից հիմնականում եթե այդպես նայենք Տրամպը ըստ էության նշանակում է որ պետք է նայի որ ԱՄՆ-ն փակ տնտեսություն է իզոլացված ասում էր չէ որ եթե 0 մաքսատուրք եք ուզում գործարանները հանեք բերեք Միացյալ Նահանգներ։ Այո, բայց գործարաններ հանել բերելը դա շատ մեծ որոշում է եւ ինքը շատ մեծ անորոշությունների եւ ներդրումների հետ կապված ունի, որը որ նոր քննարկեցինք, այսինքն այդ որոշումները այդքան հեշտ չեն եւ ըստեղ մի բան էլ եմ ուզում ասեմ, որ ընդհանուր առմամբ էլի կարևոր բան է հասկանալու համար, տեսեք մակրո խնդիրը, որ ենք ուզում լուծել, այդ 1.2 տրիլիոն դոլարի դեֆիցիտն է, հա, առևտրային դեֆիցիտն է։ Հիմա իրենք փորձում են ըստ էության 18-րդ 19-րդ դարի տնտեսական քաղաքականություն կիրառելով լուծեն այդ խնդիրը։ Պարզ Այո, դա ըստ էության, եթե տնտեսական պատմություն նայենք, տնտեսագիտության պատմություն, դա 18-րդ 19-րդ դարի տարիֆներով, այսինքն պրոտեկցիոնիզմ, այսպես ասած, պրոտեկցիոնիզմով, այսպեսի առևտրային խնդիրներ լուծելու պատմությունն է, որը որ ըստ էության պատմության ընթացքում դեռևս որևէ մեկին չի հաջողվել։ Հա էլի եթե այսքան ամեն ինչ մնաց այնպես ինչպես որ այսպես հայտարարված է, դա քիչ հավանական է որ կբերի այդ խնդրի լուծմանը։ Ավելին, տեսեք, այլ արդյունքներ են հնարավոր այստեղ։ Եթե օրինակի համար գնաճը սրա արդյունքում այնքան մեծ եղավ որ դառավ էլի ֆունդամենտալ խնդիր, այդ դեպքում ԱՄՆ-ի կենտրոնական բանկը իրենց դեպքում եւս տոկոսադրույքները չեն կարողանա արագիչացնել։ Այսինքն տոկոսադրույքները, քանի որ գնաճը արդեն ավելի բարձր լինելու, սպասվող գնաճները բարձր լինելու, տոկոսադրույքները հնարավոր է որ երկար մնան բարձր։ Այդ պարագայում, երբ որ տոկոսադրույքները ավելի սպասվում են բարձր մակարդակում մնալ, դոլարը կարող է թանկանալ։ Այսինքն հենց ուղիղ հակառակ ազդեցությունը լինի, ինչը որ փորձում են իրենք անեն, այսինքն դոլարը ավելի կթանկանա եւ առևտրային այդ դեֆիցիտը կարող է ընդհանրակարգը ավելի մեծանա։ Այսինքն այդպիսի անորոշ բաներ կարող են լինել։ Եվ խնդիրն ինչու՞մն է, որ մակրո խնդիրները այդպիսի միկրո միջոցներով պատմությունը ցույց է տալիս, որ շատ դժվար է լուծել։ Հետևաբար պետք է սպասենք եւ տեսնենք, արդյոք սա վերջնական որոշում է, թե բանակցությունների արդյունքում էական բաներ կփոխվեն, որպեսզի կարողանանք դատողություններ անել, թե երկարաժամկետ տնտեսական ազդեցությունները ինչ կլինեն։ Բայց անորոշությունը իսկապես այստեղ ամենակարևոր բառն է, որտեվ եթե նայում ենք օրինակ ամերիկյան մեծ բանկերը, որոնք որ իրենց կանխատեսումներն են հիմա անում այս որոշումից հետո, կան իրարից կտրուկ տարբերվող ուղիղ հակառակ կանխատեսումներ։ Մի մասը ասում է, որ տոկոսադրույքները կբարձրանան հենց նոր իմբերված տրամաբանության ներքո, քանի որ գնաճը բարձր է լինելու։ Մի մասն ասում է, որ չէ, սրա արդյունքում այնքան մեծ ռեցեսիա կարող է լինել, այսինքն տնտեսական այնքան մեծ դանդաղում կարող է լինել, որ ստիպված տոկոսադրույքները շատ կնվազեն։ Այսինքն անգամ այդ ֆունդամենտալ հիմնարար բաների շուրջ այս քայլի արդյունքում ստեղծվել է աննախադեպ անորոշություն եւ այստեղ պետք է տեսնենք թե վերջի վերջո որտեղ ջրում ով ավելի լավ ձուկ կբռնի։ Ըստ էության պետք է հասկանանք թե բանակցությունների արդյունքում ինչ կլինի, վերջնական որտեղ կկանգնեն։ Մի քանի անգամ ասիկ պարոն Նուրբեկյան բանակցություններ, այսինքն դուք վստահ եք որ սա ինձ հետո սա ոչ թե վերջնական որոշում է, այլ բանակցային քայլ։ Ես կարծում եմ, որ Չինաստան, ես ավելացել եմ 34, հələ եթե չեզում, այնստի տեսնենք մեր ապրանքների վիճակը ոնց են։ Ես կարծում եմ, որ Տրամպի վարչակազմը միանշանակ ուզում է որոշակի բանակցություններ անել։ Օրինակ իրենց առևտրի նախարարը այսօր ինտերվյու է տվել, որտեղ որ ասում էր օրինակ Չինաստանի հետ կապված, իրանք ֆենտանոլի հետ կապված որոշակի պայմանավորվածություններ ունեն, քանի որ Չինաստանից որ արտանում են ԱՄՆ, նախկինում Տրամպը պայմանավորություն ունեցել, որ պետք է այդ արտանումը դադարեր,
քան որ չի դադարել, այդտեղ լրացուցիչ այդ 25% նոր որ նշեցի այդ մաքսատուրքը կա, եթե զանգեն բանակցեն, դրա արդյունքում դա կարող է, եթե բանակցեն եւ Չինաստանը համաձայնեն, որ դա չի արտահանելու, միանգամից այդ տարիֆը նվազի։ Այսինքն, այո, ըստ էության իրանք ես համոզված եմ, որ ուզում են բանակցություններ անել, ինչքան են պատրաստ զիջել, դա իսկապես ոչ մեկ չի կարող ասել, բայց այո, կա հավանականություն, որ կարող է կլինեն փոխադարձ քայլեր, թե ոչ ըստ ձեր որոշակի փոխադարձ քայլեր կլինեն, թե ինչքան էլի շատ դժվար է ասել, բայց մի բանն է միանշանակ, եթե փոխադարձ քայլեր եղան, հետո ԱՄՆ-ն եւս մեկ անգամ նոր քայլ արեց, դա ըստ էության բոլորի համար վատ է լինելու։ Այսինքն դա ըստ էության կոչվում է առևտրային պատերազմ, եւ առևտրային պատերազմի արդյունքում դեռևս ոչ մեկ չի շահել պատմություն դա ցույց տալու։ Այսինքն բանաձև այսպեսին է, կամ բոլորի համար շատ վատ է լինելու, իսկ մենք ուժեղ ենք կդիմանանք, կամ եկեք մեր պայմաններով բանակցեք։ Եթե շատ կարճ ասենք, այո, ապա այո, դա է։ Դա տեսեք, պարոն Ուրբեկյան, հնարավոր է արդյոք, որ որոշ երկրներ, ուժային կենտրոններ փորձեն այս տնտեսական պատերազմին պատասխանել այլ պատերազմներով։ Օրինակ, մենք տեսանք, որ Չինաստանը իր զորքերը մոտեցրեց Թայվանին եւ ըստ էության բլոկադա եւ այլն, եւ սա պատասխան առևտրի հնարավորություն լինի։ Հնարավոր այլ գործիքակազմով, որը նաեւ ցավոք կբերի ուժային լարվածության, փորձեն պատասխանել։ Թե սա միայն զուտ տնտեսական խնդիր է։ Ես քանի որ աշխարհակաղակականությամբ չեմ զբաղվում, բայց ընդհանուր տնտեսական կոնտեքստի մեջ փորձեմ ասել, որ ըստ էության ինչ է ստացվում, որ Տրամպը փորձում է այսօրվա ստատուս քվոն փոխել։ Ստատուս քվոն ունի տարբեր պարամետրեր, դրանցից ոմանք տնտեսական են, ոմանք ձեր ասած դաշտում են եւ փաստացի շատ տրամաբանական կլինի, որ տարբեր երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն եւ Չինաստանը, իրենց ձեռքի տակ եղած բոլոր գործիքներով ընդհանուր լայն դաշտի վրա սկսելու են բանակցել։ Հետո ես չեմ բացառում, որ ձեր ասած լայն դաշտով բանակցությունները կսկսեն, որովհետեւ վերջի վերջո Տրամպը ուզում է որպեսզի ստատուս քվոն փոխի, որովհետեւ իր հիմնական թեզը այն է, որ տնտեսական իմաստով ԱՄՆ-ը ստատուս քվոից տուժում է, բոլորը վերջի գլոբալիզացիոն այդ ալիքից շահել են, իսկ ԱՄՆ-ն շատ մեծ վնասներ է կրել եւ պետք է այդ հարցը մենք լուծենք։ Այսինքն դա է հիմնական թեզը, իհարկե դա հաշվի չի առնում, որ ԱՄՆ-ն այդ գլոբալիզացիայի արդյունքում ընդհակառակը ամենամեծ շահողներից մեկն է եղել, որտեղ թե տեսնեք թե ինչքան աճ է գրանցել իրենց տնտեսությունը, ինչքան արտարողականության աճ է եղել, դա աննախադեպ աճ է եղել ԱՄՆ համար։ Բայց այո, ինքը ես չեմ բացառում, որ շատ լայն դաշտով տարբեր բանակցային դաշտ կբացվի սրա արդյունքում։ Ով կտուժի ամենաշատը այս ամեն ինչից, Չինաստանը, Եվրամիությունը, հենց նույն Միացյալ Նահանգները։ Շատ բարդ է ասել, թե ով կտուժի։ Տեսեք, ինչ է բարդ, որտեվ նախ եւ առաջ մենք էլի չգիտենք, թե արդյունքում ինչ կստացվի։ Հա, այսինքն վերջի վերջո տարիքների։ Եթե վերցնենք այն ինչ կա։ Եթե վերցնենք այն ինչ որ կա, ես կարծում եմ, որ ըստ էության բոլորը կտուժեն, իհարկե կախված է թե բացի ԱՄՆ մնացած տնտեսական բլոկերը իրար հետ ինչպիսի առևտրային հարաբերությունների մեջ կմնան, բայց այս պարագայում բոլորը կտուժեն, բնականաբար այն երկրները, որոնց վրա որ ամենաշատ տարիֆներն են կիրառվել, մաքսատուրքերն են կիրառվել, իրենք ամենայն հավանականությամբ ամենաշատը գոնե կարճաժամկետ հատվածում կտուժեն, որտեղ փաստացի իրենց կողմից արտահանվող Իսկ հնարավոր է նոր աննախադեպ տնտեսական ալյանսներ լինեն սրա դեմ։ Ասենք Եվրամիություն, Չինաստան, Հնդկաստան։ Բարդ է ասել, այսօր կան այդպիսի հոդվածներ, որ ըստ էության ամենաշատը տնտեսական ազդեցությունները մեղմելու տեսանկյունից դա շատ տրամաբանական կլինի, որպեսզի իրենք իրար մեջ կարողանան ավելի շատ առևտուր անեն, բայց ինչպես դուք ասացիք, այստեղ արդեն շատ ավելի լայն աշխարհակաղակական գործոնների հետ մենք գործ ունենք եւ միայն տնտեսական հարցերը քիչ են, որպեսզի այդ հնարավոր սցենարները կարողանանք նկարագրել։ Ինչպես այս ամենը կազդի Միացյալ Նահանգների վրա, եթե փոխադարձ թանկացումներ լինեն, պատասխաններ լինեն։ Եթե փոխադարձ թանկացումներ լինեն, ըստ էության մենք կտեսնենք, որ ամբողջ աշխարհում գնաճը ել ավելի կբարձրանա, թե ԱՄՆ-ում, թե առևտրային գործընկերներում։ Նաև ԱՄՆ-ում կբարձրանա։ Այո, եւ ըստ էության նաև մենք կտեսնենք, որ ելի տնտեսական աճի վրա ազդեցությունը ել ավելի կմեծանա, այսինքն ընդհանուր գլոբալ ռեցեսիոն ֆոնը ավելի կմեծանա։ Այսինքն այս տիպի գործիքները տնտեսական իրենք որպես կանոն ունենում են բարձրացնել գնաճը բարձրացնող եւ տնտեսական աճը նվազեցնող գործիքներ, անկախ թե որ կողմներ։ Ձեր կարծիքով Թրամփը այդ ամեն ինչը չգիտի։
Դե տեսեք, այստեղ հարցն այն է, թե Այսինքն նա բլեֆ է անում։ դա մենք չենք կարող ասել, բայց որ բանակցային էական տեղ կա, դա կարծում եմ մեծ հավանականություն ունի, բայց կարող է եւ նա հավատում է, որ այս մոդելով հնարավոր է փաստացի իր ուզած արդյունքներին հասնել, բերել արդյունաբերությունը հետ ԱՄՆ, ելի եմ ասում, փաստացի դա 10-րդ դարի տնտեսական քաղաքականությունն է եւ տնտեսական պատմությունը առնվազն ցույց է տալիս, որ ուղիղ հակառակն է լինում եւ այդ պրոտեկցիոնիզմով, այդպիսի միկրո կարգավորումներով հնարավոր չի մակրո հարցեր լուծել։ Տեսեք, պարոն Նուրբեկյան, ինչն է տարօրինակ։ Ընդհանրապես նման դեպքերում, երբ որ Չինաստանի հետ է գնում պայքարը, որտեղ նաեւ կա քաղաքական եւ ազդեցության պայքար, ինչ որ հասկանալի է, բայց նա նույն բանը կիրառում է նաեւ իր դաշնակիցների նկատմամբ։ Բոլոր դաշնակիցների նկատմամբ։ Այո, դա էլ է շատ մեծ հարց, որը շատ հաճախ է հնչում, որ օրինակ եթե Չինաստանը ստրատեգիական հակառակորդ է, բայց Եվրոպայի դեպքում ինչ ենք դա կիրառում։ Հարավային Կորեան։ Այո, բայց Ճապոնիան։ Սա մի քիչ ավելի քաղաքական դաշտ է, բայց ինչքան որ ես եմ հետևում տնտեսական քաղաքական վերլուծաբաններին եւ լսում նաեւ, հիմնականում թեզը նույնն է, որ եվրոպական Եվրոմիությունը եւս ԱՄՆ նկատմամբ եղել է շատ անարդար, որովհետև իրանք մեր ապրանքների նկատմամբ շատ մեծ տարիֆային եւ ոչ տարիֆային բարիերներ են կիրառել։ Իրոք այդպես աշխարհում դրված կա, որ ԱՄՆ-ն զոհ է, որ բոլոր երկրները հսկայական տարիֆներ են դնում, իսկ ԱՄՆ-ն չէ։ Եվ ինքը ուժում է։ Ոչ, պատասխանն այն է, որ դա այդքան պարզ չէ եւ գլոբալիզացիայի արդյունքում այնպես չէ, որ ԱՄՆ-ն տուժել է, ընդհակառակը եթե փաստացի տնտեսական իրողությունները նայեն, գլոբալիզացիայի արդյունքում բոլորը շահել են, այդ թվում ԱՄՆ-ն։ Այստեղ ամենամեծ հարցն այն է, որ տեսեք, փաստացի ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը նրա արդյունք է նաև, որ ամերիկյան դոլարը ռեզերվային արժույթ է, այսինքն բոլորը պատրաստ են ֆինանսավորել ԱՄՆ-ին, որպեսզի ԱՄՆ-ն ավելի շատ ներմուծի, քան արտահանի։ Այսինքն դա ֆունդամենտալ տնտեսական իրողություն է, որը որ ռեզերվային արժույթ ունենալու դեպքում ճիշտ է։ Այսինքն, քանի որ չինացիները, մնացած ասիական երկրները, ովքեր որ արագ հարստացել են, իրենք պետք է ինչ որ ակտիվների մեջ ներդրումներ անել, քան որ իրենց գումարները շատացել են, ԱՄՆ-ն, ամերիկյան դոլարը մենք գիտենք, որ ռեզերվային արժույթ է եւ բոլորը շատ մեծ ներդրումներ են արել տարիների ընթացքում ԱՄՆ տնտեսության մեջ եւ հենց ԱՄՆ ֆինանսական շուկաների մեջ։ Այսինքն իրենք իրենց միջոցները, իրենց խնայողությունները տվել են ԱՄՆ-ին։ Այսինքն դա հենց հիմնական ֆունդամենտալ իրողությունն է, որ իրենք իրենց խնայողություններով ֆինանսավորել են, որ ԱՄՆ-ն ավելի շատ սպառի։ Դա էլի ֆունդամենտալ տնտեսական իրողություն է եւ ռեզերվային արժույթների պարագայում եւս հենց դոլարը նաեւ դրանով է տարբեր, հա, այսինքն ԱՄՆ-ն նույն բանը անի թե ենթարենք այլ երկիր, Շվեդիան անի, դա շատ տարբեր է, որտեղ հենց ԱՄՆ-ն ռեզերվային արժույթ է։ Ինքը չի կարող պարզապես որոշի, որ իր առևտրային դեֆիցիտը պետք է լինի սրանից հետո 0, 1-2 տրիլիոնից, որովհետեւ այդ մեկը անկախ ամենից, եթե շատ մեծ բաներ չփոխվեն, դեռևս ԱՄՆ-ն մնում է ռեզերվային արժույթ եւ բոլորը ուզենալու են ֆինանսավորել ԱՄՆ-ի այդ առևտրային դեֆիցիտը, որտեղ առևտրային դեֆիցիտ նշանակում է դուք ավելի շատ եք գնում, չէ՞, քան վաճառում եք, բայց այդ գումարը որտեղից որ դուք ավելի շատ եք գնում, որտեղ ձեզ այդ գումարը տալիս է Չինաստանը եւ մնացածը, այսինքն դա ռեզերվային արժույթի տրամաբանությունն է, որ առևտրային դեֆիցիտը գոյանում է նրա արդյունքում, որ իրենց խնայողությունները գնում են ԱՄՆ սպառման։ Դա դժվար է փոխել եւ միանշանակ տարիֆներով չի փոխվելու։ Մասնագետները ասում են, որ ցանկում չկա Ռուսաստանը, Բելարուսը եւ Հյուսիսային Կորեան։ Ռուսաստանի պարագան բացատրել են, որ նաեւ մնացածը, որ առևտուր համարյա չկա, ինչը թանկացնենք։ Դե կարծիքով սա տնտեսական տրամաբանություն է, թե քաղաքական։ Դա ըստ էության տրամաբանությունը պարզ է, քանի որ իրենք սանկցիաների տակ գտնվող երկրներ են, այդտեղ կոպիտ ասած այդտեղ առևտուր չպետք է լիներ, որտեվ սանկցիայի իմաստն է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կամ այլ երկրները, որոնք որ դուք նշեցիք, Հյուսիսային Կորեան, իրենք առևտուր չանեն ԱՄՆ-ի հետ, այսինքն պարզ տրամաբանությունն է, սանկցիաների տակ երկրներ։ Չկա առևտուր, չկա տարիֆների բարձրացում։ Ինչ անեն փոքր պետություն։ Լավ, հələ միջիններին գանք։ Ինչ անեն միջինները։ Այս պարագայում հիմա խոսում ենք խոշորների մասին։ Այս պարագայում միջին կամ փոքր այդտեն այդքան շատ մեծ տարբերություն չկա։ Տեսեք, պետք է հասկանանք, թե ինչ ազդեցություն է ունենալու փոքր երկրների վրա այս քայլը, հա։ Ասենք օրինակ Հայաստանի վրա էլ կարող ենք մենք իրար հետ մտածել, թե ինչ ազդեցություն կարող ունենալ։ Կան 3 հիմնական ազդեցության ուղիներ։ Գլոբալ տնտեսական միջավայր։
Հա մենք քան որ փոքր երկիր ենք, մենք առևտուր ենք անում աշխարհի հետ, իրենք պահանջարկ են ներկայացնում մեր ապրանքների ծառայությունների համար եւ ըստ էության եթե աշխարհում կա տնտեսական դանդաղում, դա կազդի նաեւ մեր վրա։ Դա առաջի հնարավոր ալիքն է, որը որ այսինքն գլոբալ այդ տնտեսական առևտրային պայմաններում փոքր երկրների վրա ամեն հավանականությամբ կլինի բացասական։ Բայց ասեք, մենք հիմնական առևտուր ենք անում Ռուսաստանի հետ, որը չկա այս ցուցակում, այս խաղից դուրս է եւ ըստ էության մեր վրա չի ազդի։ Ոչ, որովհետեւ տեսեք, քանի որ ընդհանուր աշխարհում պահանջարկը նվազելու է նաեւ նավթի պահանջարկը, նվազելու է նաեւ պղնձի պահանջարկը եւ դա իր բացասական ազդեցություն ունենալու նաեւ Ռուսաստանի վրա։ Իհարկե անուղղակիորեն, բայց այսինքն անուղղակիորեն ամբողջ տնտեսության, համաշխարհային տնտեսության դանդաղումը ինքը ունի մեծ ռիսկ, որ պահանջարկը կնվազեցնի։ Այսինքն դա մի ազդեցություն։ Երկրորդ ազդեցությունը դա ֆինանսական գլոբալ շուկաներն են։ Այսինքն էլի քանի որ ԱՄՆ տոկոսադրույքը ֆունդամենտալ իմաստով աշխարհում տոկոսադրույքներ որոշող ամենակարևոր գործոններից մեկն է, հիմա այդ անհրաժեշտությունը թե Ամերիկայի տոկոսադրույքները ինչ կլինեն, դա անխուսափելիորեն անհրաժեշտ է մտցնելու տարբեր երկրների տոկոսադրույքների կայացման գնագոյացման մեջ, քանի որ ես նոր ասացի, որ անգամ ամենախոշոր խաղացողները այսօր իրար հետ ֆունդամենտալ տարաձայնություն ունեն, թե աճելու են տոկոսները, թե նվազելու են։ Դա երկրորդն է, եւ երրորդը արդեն ձեր ասած մեխանիզմն է, ըստ որի արդեն կոպիտ ասած երկակի հարաբերություններն են Հայաստան, ԱՄՆ, քանի որ մեր վրա էլ է տարիֆը 10% դառել։ Առանձնապես այդ տեսանկյունից մեր առևտուրը ԱՄՆ հետ արտահանումը ընդամենը եթե չեմ սխալվում 24 թվական շուրջ $60 միլիոն է եղել, ամենախոշորը ոսկին է եղել, այդտեղ շատ ոչ միանշանակ է ազդեցությունը, նախ եւ առաջ փոքր կլինի, բայց նաև կարող է դրական է լինել, որովհետև այստեղ արդեն հարցը ինչն է, որ ենթադրենք Հնդկաստանն էլ է ոսկի արտահանում ԱՄՆ, եթե Հնդկաստանի վրա տարիֆը շատ ավելի մեծ է, ապա հարաբերական իմաստով մեր գինը, մեր հիմնական մրցակցի նկատմամբ կարող է նվազի։ Այսինքն այդպիսի էֆեկտներ տնտեսական առավելություն են ունենալու։ Կարող է լինել, եթե մեր տարիֆները որտեղ քիչ են։ Հնարավոր, այո, քանի որ մեր դեռ բազային 10%-ն է, այսինքն այդտեղ երկակի այդ հարաբերությունների մեջ հնարավոր է նաև այդպիսի էֆեկտներ, բայց եթե մենք դասակարգենք ըստ կարևորության, սա թե մեր ծավալների պարագայում, թե ընդհանրապես մասշտաբների պարագայում ամենավերջին տեղում է լինելու, հիմնականում իմ առաջին երկու ասած գործոններն են լինելու։ Բոլոր դեպքերում շատ մեծ ազդեցություն չի լինի։ Այդ տեսանկյունից, որ նշեցի երկակի առևտրի Հայաստան-ԱՄՆ առևտրի տեսանկյունից ոչ, բայց առաջի երկու տեսանկյունից կարող է լինել շատ մեծ ազդեցություն։ Այսինքն եթե աշխարհը հանկարծ ռեցեսիայի մեջ ընկա, դա պարզ է։ Դա, այսինքն տեղը հիմնական անորոշությունը։ Եթե ինչ որ ձև պայմանավորվածություններ այսինքն ընդհանուրի հետ մենք ո՞ր կլինենք, սպეციფիկա չի։ Հայաստան սպეციფիկ չէ։ Այո, ճիշտ եք ասում, ինքը հիմնական համաշխարհային տնտեսությունից ֆինանսական շուկաներից ռիսկերն են, որոնք որ լինելու են գերակշռում։ Պարոն Ուրբեկյան, իսկ սա նշանակում է նաև համաշխարհային տնտեսական կանոնների փլուզում։ Դա հենց դա նշանակում է, այո, որ այն տրամաբանությունը, որը որ խաղի կանոնները, այո, համաշխարհային տնտեսությունը մինչև այս պահը վերջին առնվազն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ Բրետոն Վուդսի, այսպես ասած, համակարգը, որը որ եղել է, ըստ էության, այո, դա ֆունդամենտալ գլոբալիզացիայից մենք գնում ենք ֆունդամենտալ պրոտեկցիոնիզմ, իզոլյացիա եւ այդ քաղաքական։ Եվ աստված գիտի ուր։ Այո, բայց էլի մենք պետք է դեռ սպասենք, տեսնենք, թե արդյունքում ինչ կլինեն, սա բանակցություններ, թե վերջնական արդյունք։ Բայց այո, շատ ճիշտ է, շատ մեծ անհրաժեշտություն է հենց այդ տեսանկյունից, որովհետեւ ինչով է դա նաեւ կարեւոր։ Եթե սա երկարաժամկետ տրենդ է, այսինքն որ գլոբալիզացիան ավարտվել է եւ մենք արդեն բազմաբևեռ աշխարհում ենք ապրում, որտեղ որ այսպիսի հնարավոր զարգացումներ կարող է լինել, արդեն ներդրողների համար, առևտրային շղթաների համար շատ անհասկանալի է թե ինչպես իրենք պետք է իրենց արտադրությունները, առևտրային շղթաները կազմակերպել, հա, մինչև այս պահը, կոպիտ ասած, շատ գլոբալ աշխարհում էինք, մենք գիտեինք, որ առևտրային հիմնական շղթաները շատ տարբեր երկրներում էին, շատ, ասենք, մի ապրանքի մեջ կարող էր մի 30 երկրի տարբեր գործիքներ կիրառված լինեին, այս պարագայում արդեն ակնհայտ չէ, թե այդ ընկերությունները, ովքեր որ այդ արտադրությամբ զբաղվել են, ինչպես պետք է իրենց արժեշղթաները կարողանան կառուցել, որովհետև ըստ էության վերջի կոവിഡ്ից սկսած այդ ընկերությունները ամեն ինչ տեսել են։ Էլ չմնաց ինչ որ մի բան, որոնք որ իրենք չտեսնեն հենց այդ առևտրային շղթաների ռիսկերի տեսանկյունից։ Այո, սա ֆունդամենտալ փոփոխություն է ընդհանուր աշխարհակարգի տնտեսական իմաստով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք զրուցեցինք Տրամպի վերջին որոշման մասին, որը որոշել էր մաքսատուրքերը աշխարհում բարձրացնել տարբեր երկրներից, միակ մխիթարանքը նա է, որ մերը քիչ է։
Կհանդիպենք, կհետևենք ուշադրած գործընթացներին, ցտեսություն։